Բարի օր բոլորին։ Ցավում եմ, որ այս անգամ էլ ես չսխալվեցի, թեև երազում էի, որ կսխալվեմ, խոսքս Մարմարիկ գյուղի Տիգրանի մասին է։ Ես կանխատեսում արել էի ամսի 4-ին եւ հիշեցնեմ, որ ամբողջ Հայաստանում միակ տարոլոգն է եղել, որ հստակ այն ինչ որ տեղի է ունենում այսօր նկարագրել եմ ամսի 4-ին։ Երբեք չեմ ասել, որ երեխային գողացել են, որ երեխան ողջ չէ, կարող եք մտնել Տարո կանխատեսման Facebook-յան էջ, Տարո տարոլոգ Facebook-յան էջ, իմ Instagram-յան էջ եւ տեսնեք երկու կանխատեսում եմ ես արել։ Ինչի համար եմ ես այս տեսանյութը անում։ Ես իմ կանխատեսումը չեմ տեղադրել TikTok-յան էջ, որպեսզի չգովազդվեմ, սա այն առիթը չէր, որ ես իմ ունակությունները ցույց տայի կամ բոնուսներ հավաքեի։ Բայց այն էքստրասենսները, ովքեր փորձեցին այս իրավիճակից բոնուս քաղել, հա, գովազդվեցին եւ տվեցին սխալ, սուտ տեղեկություն, հիշեցնեմ, որ մի անգամ չի, որ ապացուցվել է, որ դուք մեծ շարլատաններ եք։ Եվ ումն էր արդյոք ձեր տալի Շեպսի ճակերտավոր կանխատեսումը, որ այդպես էլ չիմացանք Շեպսներ ասել, թե ուղակի նկարը դրել էին ու փիլիսոփայում էին, հա։ Ումն էր ձեր տալի Ռուսաստանի էքստրասենսներին խառնել այս գործին, որ բանից ընդհանրապես խաբարություն չունեն, այնտեղ եթե կանխատեսողը լինեն, իրանք իրանց երկրի համար կկանխատեսեն, բայց տեսնում ենք, հա, որ շատ пассив են, թեև կա այնտեղ եւ սպանություն, եւ հա մեծ հավաքատեղիների պայթեցում եւ այլը, բայց մարդիկ լուռ են, չեն անում կանխատեսում ու հանկարծ որոշեցին, որ Տիգրանի համար պետք է անեն կանխատեսում եւ այն էլ նույն բառերը, ինչը որ ասվել է Հայաստանի ճակերտավոր շարլատան էքստրասենսների կողմից։ Հիմա էլ վերսիա երեխային գողացել են, գցել են ջուրը, մենակ դուք կարաք այդքան հիմարը լինեք։ Երեխային նոր որ գցած լինեն ջուրը, 20 օրվա ջրում եղած մարմինը ու նոր մեկ օրվա գցած մարմինը զգալիորեն կարող է տարբերվել։ Ձեր անհավանական ֆանտազիաներով լի կեղտոտ վերսիաները մի արեք այս երեխայի համար, մի փոքր ամոթ ունեցեք, այդքան հիմար մի գտնվեք, այդքան ծիծաղելի վիճակում մի հայտնվեք դուք։ Ես սա չեմ ասում գովազդվելու համար, հիմա կտեղադրեմ նաև այս տեսանյութից հետո իմ կանխատեսումը մայիսի 4-ի եւ մայիսի 8-ի համար։ Այդ են մարդկանց համար, ովքեր կարող են հնարավորը չգտնեն իմ Facebook-յան էջը, չնայած հավաքում եք հայերեն տառերով Տարո կանխատեսում կամ Տարո տարոլոգ Facebook-յան իմ էջ մտեք։ Եվ կտեսնեք, որ բառ առ բառ ասել եմ այն, ինչ որ այսօր ապացուցված է։ Երեխային չեն գողացել, հաստատում եմ։ 15 րոպե հետո Տիգրանը գլխի վայր շուռ է եկել ջրի մեջ։ Բայց Տիգրանի գտնվելու վայրի համար ես նաև ասել եմ, որ երեխային ինչ որ բան պահում է եւ ինքը չի կարողանում առաջ գնալ կամ բարձրանալ։ Դա էլ եմ արել, դա էլ եմ ասել։ Եվ հասկացեք, որ այդ մեծ ջրում, հա, տեղ կոնկրետ նշել, հա, ես այդ տարածքը չեմ ուսումնասիրել, չգիտեմ, այդ տարածք ինձ գնալ էր հարկավոր եւ ուսումնասիրել էր հարկավոր։ Բայց ես ինձ թույլ չտվեցի ծնողների վերքի վրա ուղղակի աղքցել, վստահելով փրկարարներին, որոնք գիշեր ցերեկ աշխատում էին Տիգրանի որոնմանը գտնելու համար։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Հայաստանի ոստիկանությանը եւ փրկարարներին, որոնք կարողացան վերջապես գտնել երեխայի մարմինը։ Մեծ համբերություն եմ մաղթում Տիգրանի ծնողներին, ժողովուրդ ջան, մեզ էլ համբերություն, որովհետև այս 20 օրերի ընթացքում մենք բոլորս ապրեցինք այդ ցավը, այդ հույսը, բայց ինքնախաբեությամբ ես չեմ կարող զբաղվել։ Տիգրանը 15 րոպե հետո արդեն հայտնված է եղել ջրում։ Ես անգամ Տիգրանի ընկնելն եմ, հա, ընկնելու ձևն եմ
հասել, գլխի վայր ինքը շուռ է եկել, եւ դա հաստատում էր մեր Պավեշնի 12-րդ արկանը։ Այսքանը, այս նյութից հետո կտեղադրեմ նաև իմ կանխատեսումները։ Համբերություն բոլորիս։ Ծնողներ, խնդրում եմ, ուշադիր եղեք ձեր երեխաներին։